խաղից կորուստներով ենք մոտեցել Թարլոյան Մերն ու Ջանոյան Նարեկը վնասված կստացան անցած խաղին մեծ ռիսկ կար իրանց խաղացնելը չգնացինք այդ ռիսկին առաջի խաղակեսի շատ դժգոհ եմ ու պատճառներն էլ պարզ էր մենք միշմանը խոսացել ենք այդ մասին մեր էմոցիաները չէին կարողանում կոնտրոլենք ու հենց այդ էմոցիաների հաշվին առաջի խաղակեսը վատ ենք, բայց երկրորդ խաղակեսին ավելի լավ ենք պայր ունենք, երկկողմանի լավ հանդիպում էր, կարող ենք և հաղթենք և պարտվենք, Պկմանը իր պայրն ուներ, մենք մեր պայրն ունենք, ամեն դեպքում գոհ եմ տեղեկից, լավ ֆուտբոլ խաղացինք, լավ աշխատանք, մանավանդ երկրորդ խաղակեսը, երևի խաղի համար սկան է։ Կարծում ես, Անվանասյան, եթե հաշվի առնենք, որ 3-4 օր առաջ դրկին Պկմանի տաղմասկասերցին, ինչ տարբերություններ նկատեցիք և թիմը որ գոտների վրա ավելի լավ գործում համեմատած նախորդ խաղը։ Դե իրանց ուժեղ կողմը ուժեղ խաղացողները հիմնականում վինգերներն էին, մենք պատրաստվել էինք, որ անցած խաղի վինգերներով պիտի խաղար, բայց անակնկալ էր մեր համար։ Երկրորդ խաղակեսին մտան այդ արագ կիսապաշտպանները վինգերները, բայց հիմնականում պատրաստ էինք։ Առաջի խաղին էլ մեծ հաշվով ճիշտ է, հարցազրույց չեմ տվել, բայց դրսի խաղին էլ 200%-անոց մեր կարծիքով կամ երևի բոլորի կարծիքով 11 մետրանոց կար չնշանակեցին, հենց երևի պատճառներից մեկն էր, որ այսօր ավելի էմոցիոնալ էինք։ Իսկ ընդհանուր մեծ հաշվով մենք իրանց խաղին ծանոթ ենք, իրանց խաղում մեծ փոփոխություններ չկար, մենք էինք դետալային պատրաստվել կոնկրետ, որ զոնան ինչը պիտի փակենք։ Ինչ ասիք, որ տղաների խաղից գոհ եք, իսկ արդյունքից գոհ եք երկու խաղում երկու։ Դե արդյունքը եթե հաշվի առնենք, որ նաև կարող ենք պարտվենք, բնականաբար ոչ ոքին երևի տրամաբանական է, բայց խաղից առաջ մենք մենակ ու մենակ հաղթանակի էինք տրամադրվել, մեզի առաջերտին գոլ խփել էր պետք հոգեբանորեն մեր վրա լավ ազդելու համար, հետո մեզի միավորներ էլ է պետք այդ տաբլիցի համար, ամեն դեպքում 50-50 դժգոհի ու գոհի պես մեծ հաշվով բան չկա, ինչին։